համագումարում Սերժ Սարգսյանը խոսեց անբիծ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն արդեն իսկ հայտնի են փաստեր, որոնք ստվերում են ընտրությունները։ Որքան էլ զարմանալի թվա, նման մի փաստի մասին վկայել էր հենց ՀՀԿ ներկայացուցիչը։ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանելով News-am-ի հարցին, թե դա ՀՀԿ նախկին պետ ՀՀԿ թեկնածու Միհրան Պողոսյանը խոստանում է 60-ից 70 հազար դրամ մեկ քվեի դիմաց, այս պարագայում ինչպես է ձեզ հաջողվելու անբիծ ընտրություններ կազմակերպել, պատասխանել էր, թե ինքն էլ ապրում է այդ թաղամասում եւ լսել է, որ այդ խոսակցությունները կան։ Ընտրարշավում արձանագրված հորի երևույթների մասին ենք Ազատության ուղիղ եթերում խոսելու տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի հյուրերի ՀՀԿ խմբակցության падգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ելք դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Ալեքսանյան, սկսենք փետրվարի 25-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանը հավաքել էր կուսակցական ռեյտինգային թեկնածուներին եւ հավաքի պատճառը հայտնի է։ Մասիսում տեղի ունեցած միջադեպներ, երբ իրար էին բախվել ձեր կուսակցության երկու ռեյտինգային թեկնածուների Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, ահա թե այդ քննարկման արդյունքների մասին ինչ ասաց ՀՀԿ խմբակցության падգամավոր Սեյրան Սարոյանը, լսենք։ Ինչ հանրարարականներ տրվեցին։ Որ լավ ենք, ոչ մի խախտումներ պետք է չարվի, ոչ մի իրավունք չունի սխալ բան անելու, կռիվ դավիճ չի լինելու, մաքուր ընտրություններ են գետում, աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք ազնիվ մաքուր ընտրություն կոնկրետ Կարող ենք ասել, որ այս հանձնարարականը չպահպանվեց առնվազն այլ կուսակցության մասով, որովհետև հաջորդ օրն իսկ մենք դաշնակցության ներկայացուցիչները արձանագրեցին, որ միջադեպ արձանագրվեց արդեն դաշնակցություն եւ ՀՀԿ ձևաչափում։ Նախ հավաքի մասին, այդ հավաքը դա եզակի հավաք չէր, էլի այդ տիպի հավաքներ եղել էր եւ ոչ միայն միջադեպի, տվյալ միջադեպի, այլ ընդհանրապես։ Ասվեց, որ իրոք հանրապետության նախագահը ոչ միայն կողմնակից է, խստիվ հանձնարարել է եւ ոչ միայն հանձնարարել հետեւում է, որպեսզի հնարավորինս, ես բառը շեշտում եմ, լինեն հրապարակային, ազատ, անկաշկանդ եւ առանց որևէ այդ դեպքերի ընտրություններ։ Ուրեմն սա հիմնականում այդ հավաքի նպատակներ եւ իսկ այդ Արդյոք նման հանձնարարականը բավարար է, որ Ուրեմն գիտեք ինչ, իհարկե հանձնարարականին հետևելու է նաև գործողություններ, բնականաբար Ինչպիսին։ հետևում կուսակցականները, տվյալ կուսակցական կառույցները, մարդիկ, որոնք զբաղվում են ընտրություններով, հնարավորինս պետք է բացառեն այդ տիպի երևույթները, բայց լրագրողների հետ կապված եմ ուզում ասել ոչ բացական միայն առումով անթել կոպիտ ասեմ հեռախոսներում են մինչև տեղը հասնում Ուռճացվում են անպայման ուռճացվում է որտեղ կոնկրետ մասի երևույթը որին ես լսեցի շատ մեծ հետո ավելի խորքից ծանոթացա ուրեմն երկու երիտասարդների իրար հակադրել դեռ չի նշանակում երկու թեկնածուների հակադրվել իհարկե էմոցիաներ չէ ես Դիմակիցների իհարկե կլինեն էմոցիաներ, ընտրությունները այնպիսի բան է, որ անձնական էմոցիաները երբեմն այն մի կաթիլ մեղրի նման ավելի եմ, եւ դրա էությունը քաղաքական չի կամ ներկուսակցական պայքարի մրցակցության երևույթի չի։ Ուրեմն կան այս երևույթները, ես չեմ բացառում, որ էլի կլինեն, որտեղ ամբիցիաներ են, ես երբեք չեմ բացառում, բայց որ կուսակցության կողմից, նախագահի կողմից ոչ միայն հանձնարարական, նաեւ գործողություններ կլինեն բացառելու երևույթները այդպիսի ես չեմ կասկածում։ Պարոն Արուչյան, ձեր կանխատեսումը արդյոք այդ հանձնարարականը կդառնա, այսպես ասած, երաշխիք, որ չեն լինի այդ կռիվ դավիները, թե սրանք ընդհանրապես ծաղիկներն էին։ Իսկ թվում է Սերժ Սարգսյանը այդ հավաքի ժամանակ ասել է, որ իրար մեջ կռիվ մի արեք, հենա լիքը թիրախներ ունեք, գնացեք ուրիշ կուսակցություններին թիրախավորեք, հիմա դաշնակցականներին են թիրախավորում։ Իսկ եթե լուրջ, ապա ես կարծում եմ, որ այդ բախումները լինելու են, շարունակվելու են, որովհետև նախ այդ ուսուցչի նման կանչել էին նկատողություն տալու, դա արդեն տարօրինակ է,
բոլորը չափած մարդիկ են 100 տարի ազգային ժողովում են եւ եթե հանրապետականում նման ավելի լավ կլիներ, եթե չարձագանքեր որևէ նման բարքեր կան, ուրեմն մենք շատ մեծ վերապահումներ ունենք այդ կուսակցության հետ կապված, ինչ վերաբերում է նրան, որ կշարունակվեն, թե չի, ես կարծում եմ կշարունակվեն, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր ներկայացված են հանրապետականում եւ նույն ֆրակցիայում, նույն ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվել են որպես պատգամավորության թեկնածու, նրանք այս տարիների ընթացքում տարբեր հրապարակումների համաձայն, լրատվամիջոցների հրապարակումների համաձայն կուտակել են անօրինական մեծ ունեցվածք, մասնավորապես ասենք, չգիտեմ, այնտեղ շրջանառվում են շատերի անունները, այդ թվում եւ Սամվել Ալեքսանյանի, ով ունի, ասենք, առևտրային տարածքներ մի քանի 100,000 քառակուսի մետրի, կամ նույն Առաքել Մովսիսյանը եւ մյուսները, նրանք կորցնելու շատ բան ունեն, եթե իշխանափոխություն լինի Հայաստանում եւ նրանք բոլոր հնարավոր սահմանները կանցնեն, եթե տեսնեն, որ ուրեմն խնդիրներ ունեն եւ չեն ընտրվելու։ Անդրադառնանք մեկ այլ երևույթի, տեսեք, շատերը ասում են այն մասին, որ արդեն ընտրատաղամասերում կեղծելու հնարավորությունը խիստ սահմանափակվել են, մասնավորապես այդ տեսախցիկների եւ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման շնորհիվ, եւ փոխարեն իշխանությունը սկսել է այլ մեխանիզմներ մշակել քվեարկության ընթացքը վերահսկելու համար, կոնկրետ մեկին անդրադառնանք, որի մասին խոսում է հենց Ելք-դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, որ մեկ ամսում 7000 քաղաքացի արդեն իսկ փոխել է գրանցման վայրը, լսենք թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Խոշոր ընկերությունները ունեն սեփականատերեր, որոնք ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են կոնկրետ վայրում։ Իրանք այլ վայրերում իրենց վարչական լծակի ներքո գտնվող անձանց հանում են գրանցումից, հաշվառումից եւ տանում են իրենց ընտրատարածքում են հաշվառում, որպեսզի բնականաբար, այսպես ասած, կառավարելի ձայները իրենց համար լինեն ավելի շատ։ Տեսեք, կոնկրետ փաստեր էլ հրապարակվեցին, երբ ազգային ժողովի նախագահի որդու, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կնոջ վերաբերյալ մամուլում հրապարակվեց, որ նա հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որ ընտրությունների ժամանակ ամուսնուն ձայն տան, ձեր խմբակցության պատգամավորներից մեկը Գագիկ Մելիքյանը ասել էր ոչ մի բացասական բան այստեղ չկա։ Ընտանիքի անդամները պետք է փորձեն ամեն ինչ անել, որ ամուսինների օգտին մեծ քանակությամբ ձայներ ապահովեն։ Ես դրական եմ գնահատում եւ չեմ կարծում, որ վատ արարք կա դրա մեջ։ Դուք եւս սա խրախուսում քաջալեր։ Գնահատականների հետ կապված ես կուզեի, որ իրոք դա կլինի իշխանություն, ընդդիմություն, թե կողքի հասարակության անդամ ճիշտ գնահատական տրվի, ասեք, այդ հավաքին, ուսուցչի նման ասում եք, ինձ դուր չեկավ, ճիշտ ասած, միշտ։ Դե ոչինչ, ձեր կուսակցությունը ինքան բաներ անում, որ ամբողջ հասարակությանը բոլոր դեպքերում գնահատական այն ինչ որ արվում է դրական եւ դրական բանով, հատկապես պիտի իմանալ այդ քննարկման process-ը ինձ ով է գնացել, թե ուսուցչի հետ կապված չի, դա քննարկում է ներկուսակցական։ Ասենք ոնց կարելի է կանչել եւ ասել իրար չծեծեք։ Ուրեմն չեն այդտեղ դա կուսակցություն չի, դա արդեն ինչ որ այդ ծեծերը ոչ միայն կուսակցություն ծեծերը մենք հիշում ենք, թե ինչքան ծեծեր ա եղել մյուս ազգային ժողովում։ Էլի հանրապետականը անմասն չի եղել դրանից։ Ուրեմն այստեղ հանրապետական կնդա մարդու տեսակի խնդիր է։ Այո, նաեւ։ Տեսակի խնդիր է ձեր։ Ցավոք ձեր կուսակցությունում այդ տեսակի շատ։ Ձեր կուսակցությունում էլ ես շատ լավ մարդիկ կան եւ շատ այդ տեսակն էլ կա, մերում էլ կա, եկեք տեսակ չխառնենք, չլեղոզենք։ Խնդիրը դրանում չի։ Եթե ինչ-որ ոնց էլի մանգակ գտնեք։ Հա, շատ կարևոր։ Ուրեմն ամենայն դեպս եկեք սենց անենք։ Ինչ որ արվում է դրական էմոցիաներով, եթե այսօր հանրապետության նախագահան ուրեմն փորձել է, ոչ միայն փորձել է, քննարկման առարկա է դարձել, որ երևույթները այդ տիպի, դա կլինի հանրապետականում, դա կլինի վաղ այսօր ես համոզված եմ, որ դրա երևույթները էմոցիաները մենք տեսել ենք կլինեն նաև ուրիշ կուսակցություններում, չեմ կասկածում, արդեն մենք գիտենք այդ երևույթները։ Ուրեմն եկեք լավին ասենք, լավ, վատին վատ։ Եթե այսօր հանրապետական կուսակցությունը ես էլ եմ ուզում հավատամ, որ չի լինելու այդ տիպի դեպքեր, ուրեմն ձեռնարկման միջոցներ եւ մեկ ապագայում կտեսնենք, որ դեպքերը կկրճատվեն կամ չեն լինի, ուրեմն դրան պիտի գնահատական տալ դրական։ Այդ երևույթները, հաշվառման հետ կապված երևույթները, ուրեմն դրանք ես չեմ ասում, թե դա լավ բան է, դա օրենքի խախտում չի, ես ինչքան հասկանում եմ, մարդը կարող է այսօր իրոք աշխարհի որտեղ ուզենա, բնականաբար
բնականաբար անձնական էլի էմոցիաների հետ կապված բարեկամը, հարազատը, մոտիկ մարդիկ, որոնք գտնվում են այլ վայրերում կուզեն գան, նայած ինչ ձևով է դա արվում։ Եթե դա արվում է մասսայական, եթե դա արվում է մարդկանց պարտադրելով, սա ուրիշ խնդիր է։ Եթե հարազատը մյուսը գալիս է գրանցվում է մի տեղ, որտեղ ինքը ունի հնարավորություն եւ որ իր հարազատին ձայն տա, ասում եմ, այնքան բացասական, շատ բացասական բան, ես թող մեր սխալները հենց այդ տիպի։ Պարոն Հարությունյան, դա իրոք օրենքի խախտում չի եւ այդ մասին վերջին կենտրոնական ընտրական հանրաժողովի շաբաթ օրը կայացած նիստում հայտարարեց կենտրոնական ընտրական հանրաժողովի նախագահ Տիգրան Մոկուչյանը, որի պատասխան ձեր ներկայացուցչի հարցմանը, որ օգնություն առաջարկեք այդ մարդկանց, ընթերցեց ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանվում է, մեջբերում եմ, այլ համայնքում հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում են դիմում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին նշելով քվեարկության օրը գտնվելու հասցեն։ Օրինական է։ Նայեք, օրենքի տեսակետից գուցե դա օրինական է։ Ես անձամբ ունեմ վստահված անձեր, որոնք բնակվում են այլ մարզերում եւ այս ընտրությունների ժամանակ լինելու են Երևանում իմ վստահված անձը եւ նույն կերպ տեղափոխվելու են այստեղ, որովհետեւ իր մարզում չեն կարողանալու քվեարկել։ Այստեղ զանգվածային եւ կոնկրետ ընկերություններից, կոնկրետ սեփականատերերի կողմից իրականացվող այդ զանգվածային տեղափոխություններն են։ Հիմա այստեղ մենք պետք է նայենք եւ փորձել հորդորել նաեւ այդ մարդկանց, ում ստիպողաբար են բերում, բարձրաձայնել դրա մասին, խոսել դրա մասին։ Որևէ մեկը ասի, որ ստիպողաբար են Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, պատահական չէ, որ պարոն Փաշինյանը դիմել էր անձնագրային բաժին, պարզելու համար դա իրողություն է թե չէ, եւ մենք պարզեցինք, որ նախորդ տարվա համեմատ արդեն մի քանի հազարով այդ թիվը գերազանցվում է։ Նաեւ հաշվի առնենք, որ անցած տարի նույն ժամանակահատվածում մենք ունեցել ենք շատ թիմ ընտրություններ եւ բացառված չէ, որ հենց այդ ժամանակ էլ եղել են նման զանգվածային տեղափոխություններ, այսինքն այն որ ընդամենը 2-3 հազարով է տարբերությունը, նշանակում է, որ խնդիրը կա, անցած տարի թիմ ընտրություններ կար, նշանակում է, որ այն ժամանակ էլ է սա տեղի ունեցել, ուղղակի մենք չենք դիմել անձնագրային բաժին։ Մենք այս ուղղությամբ աշխատում ենք, մենք ասել ենք, որ հետևողական ենք լինելու եւ փորձել ենք հենց վկայություններ գտնել եւ կոչ ենք անում նաեւ, երբ որ կան նման դեպքեր, մեզ տեղյակ պահեն, մենք նման ուրեմն դեպքերի մասին լսել ենք City-ների հետ կապված, Երևան City խանութների հետ կապված, SAS խանութների հետ կապված մենք հետամուտ կլինենք, որպեսզի պարզենք իրողությունը։ Մեկ այլ երևույթի մասին, տեսեք, վերջերս Երևանի եւ մյուս խոշոր քաղաքների քաղաքապետերը բոլորը ինչպես նաև տարածքային կառավարման նախարարը միանշանակ հերյուրանք էին համարել ընտրակաշառքի մասին բաժանվող լուրերը եւ որը հետաքրքիր է նաև Արմավիրի մարզի ներկայացուցիչը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էր հակառակը պնդել, ասել էր ես էլ հակառակ ինֆորմացիան ունեմ, որ չի բաժանվել։ Մինչդեռ Ազատությունը ունի տեսանյութ Արմավիրի մարզի 4 գյուղերի բնակիչներ, որ պնդել են, որ քվեները գնվում են մեկ բարգ ալյուրով, ոսպով կամ ձավարով, դիտենք այդ տեսանյութը։ Փող պետք է տան, առանց փողի անհնար է, որ ընտրվեն։ Ես ասում եմ պարզ, մինչև չբաժանեն ոչ մեկ ձան չի տա իրանց, որովհետև արդեն այդ հանրապետական կուսակցությունից ամբողջ Հայաստանի ժողովուրդը լքված է։ Օրինակ արդեն Էջմիածին ընկել են հանրապետական բան են անում, այս ընտրարշավ են, այդ մեն ով Ձեզ մոյկա ունի լվալու բան, ասում են հարգից ազատ են, խիրանքով են, որ հարգից ազատ են, ասում են այսքան ձայն կտամ։ Բա, այդ արդեն կաշառք այլ։ Գյուղում բաժանում են հեչ պապի։ Չկա մեր գյուղում այդպես։ Մեր գեղը միասա չկա, էլերա կա ու կմնա, միասա չկա, բաժանում են, կա, անհնարին է չբաժանեն։ Ինչ են բաժանում։ Փող են բաժանում, ալուր են տալում, ոսպ են տալում, բրինձ են տալում, պարատանութ են տալում, բա ինչ պիտի տան է տա, գյուղացին ինչ պիտի տան։ Այ կուզար։ Ով է տալիս, որ թեկնածուն է տալիս։ Թեկնածուներին չենք իմանը, բայց գիտենք, որ հանրապետական է։ Ձեզ որ ինչքան տան կընտրեք։ 10,000 տուն, ձայնը 10,000։ Ինչի։ Որ ընտրություն հատանում, չեմ գնալու, հաստատ։ Բայց ուրիշտեղ ինչքան է լսել եք։ Չեմ անում, ասում են 15,000։ Որտեղ։ Չեմ անում, լսել եմ, ապար չեմ։ Ով լավ նայի իմ երեխեքին, իմ բանով, ես իրանց ասածով պրոբլեմ չկա։ Թող կան, ես ցախ կառնեմ իմ տղա չի, թանգնի սև ջուր է։
Հա ես մնաց դազախ չեմ խափում, այկի արել Դե դրա համար- Զինվորից դե արել, դրա համար- ողնձի լավ տեսավ ես։ Դրա Հա, ժողովրդիններն են պահան, որ ընտրության ժամանակ ժողովրդին օգտագործեն խապեն 5000 դրամ։ Ով տա նրան կընտրեմ։ Ինչպես կմեկնաբանեք այս տեսանյութը, պարոն Ալեքսանյան։ Նախ ընտրակաշարքի մասին դեռ շուտ է այս ընտրությունների հետ կապված խոսել ընտրակաշարքի մասին, որտեվ դիլավատեսրնենք, որ չի լինի տեսման ավելի քիչ կլինի։ Բա ինչի է զանգվածաբար ցուցակագրում, անձնագրեր հավաքում եւ այլն։ Նախերգանքներ ընտրակաշարքի։ Այդ կապրենք կտեսնենք։ Ես չեմ բացառում, ես եմ մարդը չեմ բացառեմ, որ կլինեն։ Անցած ինչ որ խոսվում է, նաև անցածի փորձի վրա բնականաբար եղել են, կարծում եմ, որ էլի կլինեն, բայց դա մի բան է, փաստերը։ Մեկ այլ բան է, թե ինչ քաղաքականությունն է փորձում վարի, այսօր ոչ միայն հանրապետական, նաև մնացած բոլոր կուսակցությունները։ Այսօր նյութական շատ կարևոր բան է եւ նյութականը ազդում է ընտրությունների քաղաքականության վրա։ Ակնկալիքները հենց իրենք էին արտահայտում։ Այսա նյութականից Որովհետև կա պահանջարկ, դա կլինի հանրապետականը, դա կլինի, չգիտեմ, մյուս կուսակցությունները, եթե պահանջարկը կա ինչ-որ բան բաժանելու։ Պահանջարկը դուք եք ստեղծում։ Մի րոպե, հետո Այսա ես կասեմ դրա մասին։ դու ինձ մի դատի խնդրում, հա, Ներողություն։ զավարտեմ նորից։ Ներողություն։ Ուրեմն այստեղ ուրեմն բարեգործության ու կաշառքի մեջ այդ շոշափման գիծը, ես էլի այս մասին ասել եմ, շատ չերևացող է երբեմն։ Տեսեք, մենք այսօր ինքներս բարեգործություն ենք համարում տարվա ընթացքում Շատ ներողություն եմ խնդրում, պարոն Ալեքսանյան, որ ընդհատում եմ, բայց դուք դա ավելի վաղել եք ասել, բայց այդ գիծը շատ հստակ սահմանված է ընտրական օրենսգրքով, որ բոլոր մարտի 5-ին, բոլոր որևէ մարտի 5-ից հետո, հա, քարոզարշավի սկսելուց հետո, այլևս որևէ նման ծառայությունների մատուցումը եւ այլն, դա արդեն ընտրակաշարք է։ Ես համոզված եմ, որ մարտի 5-ից հետո այդ ծառայությունները չեն մատուցի։ Հիմա ամեն տարի, ամեն ընտրություն է փոխվում է ձևը։ Ինչ է, եթե մարտից մինչև մարտի 5-ն են անում եւ ավելի չերևացող բարեգործական դա կաշառք չի։ Ես համարում եմ դա ավելի քողարկված կաշառք է, որ անընդհատ եթե բարեգործություն արվում է մենակ նրա համար մի մասսայի համար, մի գյուղի համար, դա կլինի ասֆալտի տեսքով եւ չերևացող, ուրեմն սա ես ավելի բացական եմ համարում, քան այլևս ինչի որտեվ այդ պահանջարկը, որ ասում եք, այդտեղ է ստեղծվում, որ անպայման արդեն պահանջանը падգամավորից կուսակցությունից պահանջում են գյուղի նույնիսկ ասֆալտը, որ առաջին հայացքից շատ անմեղ է թվում, չգիտեմ, դպրոցի վերանորոգում, ուրեմն դրանք եւս էլի ընտրակաշառքի մի ձևեր են, որը շատ ավելի վտանգավոր է, որտեղ չի երևում։ Այն փող բաժանելը, չէ, դա երևում է կարելի է բռնել, պատժել, բայց դրա ուրեմն այստեղ խնդիրը ընտրությունների մշակույթի ձևավորումն է, որը եկել է 90-ական թվականներից կոպիտ մի ժամանակ ящիկ էին փոխցնում, յուս էին անում, եկել է շատ ավելի նուրբ ձև։ Առնվազն 16 տարի է միանձնյա իշխանությունում եք ու խոսում եք էլ 90-ական թվականներից շատ ձևավորվել է 90-ներ, 95-ներ, 2000-ներ։ Փոխեք, ինչ եք խորացնում այդ համակարգը։ Ձեր հանրապետական կուսակցությունը նախ պահանջարկի հետ կապված է։ Այ բացականն է, որ մեր ընդդիմադիր շատ գործիչներ, կուսակցություններ իրենք զնում են մի կողքի նայողի դերում ու մտածում իրենք իրենց կուսակցության եւ անձամբ իրենց։ Քաղաքացիական պայմանագիրը 1.5 տարվա կուսակցություն է։ Հիմա պահանջարկի մասը։ Ես չեմ ուզում ոչ հանրապետական ռեկլամանալ, ոչ հարված եմ քաղաքացիական պայմանագիրը։ Բայց հանրապետականը միակը չի, որ շարքի եկեք օբյեկտիվ լինենք, քաղաքացիական պայմանագիրը թե որն է դրա մասին, տեսեք, ես կուսակցությունների մասին չեմ խոսում, որովհետև հենց սկզբից ասեցի, բոլոր կուսակցությունները Ինչի խոսեք։ Ուրեմն չեմ կարող խոսել, որովհետև նույնն են։ Եվ լավերը կան ընդեղ։ Դուք դա չեք կարող մեր դաշինքի մասին ու նրանում ընդգրկված կուսակցությունների մասին ասել։ Ես խնդրում եմ ձեր պատասխանի մեջ մի բան էլ հաշվի առեք, էլի, այդ մշակույթի ձևավորմանը եւ արատավոր այս շղթային ինչ որ կերպ նաեւ իմ կարծիքով ներողություն, բայց մաս են կազմում նաև ընդդիմադիրները, որոնք այս օրերին մենք անընդհատ լցում ենք այդ կոչերը, որ կոչ են անում վերցրեք ընտրակաշառքը, բայց քվեարկեք ուրիշի օգտին։ Եվ դա արել է նա անգամ ձեր դաշինքի ներկայացուցիչը։ Դա անում է Հայ ազգային կոնգրեսի կոնկրետ Արամ Մանուկյանը, օրինակ ասել, եթե տարբերակ չկա վերցնելու, վերցրեք, բայց քվեարկեք ազատորեն։ Արդյոք գիտակցում են այս մարդիկ, որոնք որ ուղղակիորեն կոչ են անում ընտրողներին կատարել քրեական հանցագործություն Հայաստանի օրենսդրությամբ եւ քրեական եւ վարչական պատասխանատվություն է նախատեսված տուգանքից մինչեւ ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով այն գործողությունները
ընտրությունների համար, որի անելու կոչերին այսօր լծվել են նաև ընդդիմադիրները։ Այո, ես դեմ եմ, որպեսզի նման կոչեր հնչեն, որովհետև դա փաստացի հանցագործության դիմելու կոչ է եւ դա անընդունելի է ինձ համար։ Ինձ համար տարօրինակ է, երբ որ իմ գործընկերը այստեղ խոսում է պահանջարկի մասին։ Պահանջարկը ստեղծել է հենց նույն իշխանությունը, երբ որ իրենց կուսակցությունում ընդգրկված օլիգարխները ստեղծում են մեծ ընկերություններ, մեծ առևտրային ցանցեր, սննկացնում են հազարավոր մարդկանց փոքր ու միջին բիզնեսին, բնականաբար այդ մարդկանց հասցնում են չքավորության աստիճանի եւ դրթում են դրան, եւ պահանջարկը այդ ժամանակ է առաջանում, ոչ թե մարդիկ մենք դեմ ենք մոնոպոլիաներին, որը դուք ստեղծել եք առևտրային ցանցերի միջոցով եւ ներկրման միջոցով եւ մնացած բոլոր ոլորտներում։ Այս դեպքում եք դուք ստեղծում պահանջարկ, այս դեպքում է որ մարդիկ պահանջ են ունենում ընտրակաշառքի, որովհետեւ այդ դեպքում երբ որ օրինակ նույն Սամվել Ալեքսանյանը մի Երևան City է բացում, երրորդ մասում ու նրա շրջակայքի բոլոր փոքր խանութները փակվում են եւ այդ ընտանիքները, որոնք այդ փոքր բիզնեսով են ապրում, սնանկանում են, այդ ժամանակ առաջանում է պահանջարկ։ Այդ ժամանակ է, որ մարդիկ պահանջ են ունենում ընտրակաշառքի։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, այստեղ իհարկե կարելի է քննադատել, որովհետև նման կոչերը անընդունել են, բացի այդ ես ուրիշ բան էլ կարող եմ ասել, կա մի փոքր հատված հասարակության, որը շատ անտարբեր է ընտրությունների նկատմամբ եւ նա չի մասնակցում քաղաքական գործընթացների եւ երբեմն ընտրակաշառք է վերցնում հենց այնպես գնում է ընտրության։ Մենք այստեղ պետք է ստեղծենք մի մթնոլորտ ընդդիմությունը նույն, երբ մարդիկ հավատ ունենան ապագայի նկատմամբ, հավատան ընտրական գործընթացներին, հավատան քաղաքական ուժերին եւ գնան ընտրատեղամասեր արդեն չվերցնելով ընտրակաշառք եւ ընտրություն կատարելով։ Ես կարծում եմ մենք ու ելք դաշինքը ոնց որ թե նման մթնոլորտ ստեղծում է քաղաքական դաշտում, մենք կարողանանք այդ մթնոլորտը կոտրել եւ կոչ անել, որպեսզի մարդիկ դուխով գնան քվեարկելու, որովհետեւ այս համակարգը այնպեսին է, որը թույլ է տալիս, եթե մարդը ցանկանում է ընտրություն կատարել եւ նրա ընտրության մասին չիմանան, դա ինքը կարող է անել։ Այս ընտրական մեխանիզմը բարեգործության էլի ընտրակաշառքի այդ սահմանի մասին, հա։ Տեսեք, Իրազեկ քաղաքացի միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Աննեսյանը մամուլում հարց էր տվել, թե ինչու իրեն ոչ ոք ակնոց, հեռախոս, մուրաբա չի առաջարկում եւ ինքն էլ պատասխանել էր, որովհետեւ ես իրենց ձայն չեմ տալիս։ Եվ ինքը իդեպ մի տարբերակ էր առաջարկել, որ գործեն իրավապահ մարմինները, որոնք պետք է անգամ առաջարկել էր քրեական հետախուզության միջոցներ ներդնեն, եթե տեսնեն, եթե ինչ-որ թաղամասում ասֆալտ են փռում։ Արդյոք այստեղ արկա է բարեգործություն, թե արկա է ընտրակաշառք։ Լսենք Դանիել Օնիսյանին։ Երբ որ տենց ահազանգեր են ստանում, ինչ պետք է անի նորմալ երկրի իրավապահ մարմինը։ Քրեական գործառույցի առայժմ ոչինչ չհայտարարի, սկսի գաղտնալսել, սկսի գաղտնի, չգիտեմ, տեսախցիկներ, ձայնալսող սարքեր տեղադրել շտաբերում, լսի ինչ է տեղի ունենում, հավաքի փաստեր, մտնի հետո արդեն խուզարկությամբ, արդեն ավելի բացահայտ դաշտ մտնի խուզարկությամբ, վերցնի ցուցակները, որոնցում գրված է թե ով ինչքան գումար է վերցրել եւ ում վրա ինչ լծակ կա։ Տեսեք, եթե ոստիկանությունը այս փուլում դա անի, դա շատ ուժեղ կփոխի նախընտրական միջավայրը։ Ինչպես եք վերաբերվում այս առաջարկին։ Ну, առաջ ես մի քիչ ավելի խորքային եմ ուզում այդ ուրեմն այն երևույթները, որ իմ գործընկերը նշեց, այսօրվա երեկվա մյուս բոլոր հանրապետությունները որ գոյությունները, շատ կարևոր է հասկանալ, որ դրանց արմատները շատ ավելի խորն են եւ դրանք անձնավորված չեն այդքան։ Այն ինչ որ այսօր գոյություն ունի մոնոպոլիաների, դրանք ինչ խոսք տվյալ օրվա իշխանության խնդիրը շատ մեծ է։ Բայց կան բաներ, որոնց արմատները շատ խորն են, եւ եթե համեմատության մեջ տնենք մնացած բոլոր 15 հանրապետությունները այսօրվա ես ինչի հարց տվեցի։ Պարոն Ալեքսանյան, ասում եք խորն է, ձեր ժամանակահատվածում ավելի է խորացել, դուք ինձ ուզում եք համոզել, որ դա ես իմ երբանից է գալիս։ Չեմ արդարացնում, դու ուրեմն իմ ասացիը չես բանանում շատ կներես, ես չեմ։ Որտեղ դուք հանրապետական կուսակցություն եք ներկայացնում, ես կուսակցության ներկայացնելու խնդիրը չի, արմատները, որ դուք ասում եք, մոնոպոլիաներ են դրա համար։ Արմատախիլան եք 16 տարում։ Ուրեմն ստեղ խնդիրը լրիվ ուրիշ տարբերակում է։ Եվ եթե այսօր հանրապետականը գնա դուք որտեղ արմատները ասեք, հանրապետականը գա, ասում եմ, քեզ թողում որ ասեմ, հանրապետականը դուք գաք,
առանձնապես եթե շատ մեծ ցանկության դեպքում եք չեք կարող, դուք խորապես լավ ճանաչում եմ ձեր առաջնորդներին, հարգում եմ, բայց որտեվ արմատները շատ ավելի Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիաներ չի ունենա, ձեր Միհրան Պողոսյանը օֆշորները անօրինական տարած գումարներ չի ունենա։ 90-ական թվականների տենց են ասում, բայց նույն մարդիկ ես էլ եմ ապրել, ես էլ եմ ուժելի չեք անընդհատ 90-ականների մասին։ Նույն մարդիկ այդտենց այդ բանով էմոցիաներով ճիշտ չի որ խոսում ես, որ այստեղ կուսակցական կռիվ չենք տալի մենք։ Եթե ուզում եք, ուրեմն կուսակցական կռիվ չենք տալի։ Այս պետության համար ուզում եք լավ ընտրու։ Ես կուսակցական կռիվ չեմ տալի։ Եթե պետության համար հանրապետականը բանուզի պետք է հեռանա ընդհանրապես իշխանությունից։ Այդ քու կարծիքն է ընդհանրապես։ Ուրեմն այդ ձեր իշխանության, մեր իշխանությունը այդ երբ որ դու այդ ով եք նայում, եթե դուք էլ գաք նորից եմ կրկնում, խորապես ձեր առաջնորդներին ընկալը, ուրեմն այն մասան, որ ձեր հետևից գալու է հեղափոխություն անել։ Մենք որ գանք իշխանության դուք հաճելիորեն կզարմանաք։ Ես կասկածում եմ մի քիչ, որտեղ դա ձեզնից չի կասկածում։ Որ կգան իշխանության, թե որ հաճելիորեն կզարմանաք, որ մասը։ Որ իշխանության կապլիցի, եթե հասարակությունը կուզի, թող գան։ Ես իրոք ելքին ես շատ դրական եմ նայում, շատ բաներ կա, բայց բացականը այդ կուսակցության նկատմամբ երկու, այդ դաշինքի նկատմամբ երկու բան է, մեկ դա քաղաքական առաջինը դեպի խիստ Եվրոպա եւ մեկ էլ հեղափոխականությունն է, որ ես չեմ անդրադառնում։ Թե ոնց որ իրանք արտաքին քաղաքական շեշտադրումները այդքան չեն ամ, ինչպես ասած։ Դու համենայն դեպս տենց եմ ես, գուցե։ Այդ ինչ բացասական բան կա, երբ որ եվրոպական մոդելի մասին եք խոսում, ձեր նախագահն էլ է դրա մասին հայտարարել։ Հենց այսօր եւ դա սահմանադրության մեջ է դրված եվրոպական մոդելի պետություն ստեղծելը։ Չեմ ուզում, որտեղ ժամանակը քիչ է, ուրեմն խնդիրը մոդելի մեջ։ Բա ինչի մեջ։ Մոդելը պետք է լինի հայկական մոդել, տեսնենք բոլոր տեղերից։ Դուք մեր հուշագիրը կարդացել եք։ Ու ինչա գրված հուշագիրը։ Համենայն դեպս ձեր ԵՏՄ-ի անդամակցությանը խիստ դեմ լինել։ ԵՏՄ-ի մասին ընդհանրապես բան չկա հուշագրի մեջ։ Հուշագրի մասին չեմ ասում, ձեր Հայաստանը ձեր ելույթներն են։ Վերադառնանք ընտրակաշարքին։ Ուրեմն ընտրակաշարքի վերաբերյալ ասեք։ Ուրեմն դուք ինձ ուրիշ դաշտ եք բանում, դրա համար այսօրվա թեման չէ։ Այս թեման չի, հետո մենք կվիճենք իրար։ Այո, անպայման։ Ուրեմն ընտրակաշարքը ես անձամբ, որտեղ խոսած ես անձամբ շատ դեմ եմ ընտրակաշարքին, ես համարում եմ, որ մեր ամենաբացասական երևույթը որ գոյություն ունի այսօր։ Արա Մանուկյանը մի քանի մեր հանրապետությունում դա այդ ընտրակաշարքն է։ Ավելի մեծ բացասական երևույթ չկա, այդ մնացածներն էլ կարելի է ուղղել այդ հակասություններ ուրեմն ընտրակաշարքը, որտեղ ընտրակաշարքը դա բարոյական, հոգեբանական Բայց արդյոք դուք չեք չափազանցնում ընտրակաշարքի ազդեցությունը։ Այո, սոցիոլոգներ ասում են 1.200.000 մասնակցի չի կարելի կաշառել։ Անա, ուզում շարունակեմ միտքս, ես համոզված եմ, որ ընտրակաշարքը իրոք այսօր այս ընտրություններում շատ ավելի քիչ, չեմ ասում, քիչ ազդեցություն է ունենալու, որտեղ ինչ մարդիկ հասկացել են, որ կարելի է բոլորից էլ վերցնել, ես էլ ձեր կարծիքին եմ, որ դա բոլորից վերցրեք, դա շատ բացական երևույթ է, որ քաղաքական գործիչն ասում է բոլորից վերցրեք, ես էլ դա չեմ ընդունում, ոչ մեկից չպիտի վերցնել, պետք է ինքնասիրություն, պատվախնդրություն ունենալ, ոչ մեկից չվերցնել այդ 5 տարվա համար թվաբանություններն, որ մի օրը չգիտեմ ինչքան է նստում, սա ես համարում եմ, ասեմ ձեզ բարեգործությունն էլ, եթե բարեգործությունը ճիշտ չի կատարվում, ես էլի համարում եմ, որ դա մարդու արժանապատվությանը վիրավորող, եթե դա ճիշտ չի արվում։ Ես դա շատ բացական եմ համարում։ Իսկ ինչ վերաբերվում այդ մոնոպոլիան, ուրեմն ընտրակաշարքը դա ամենաբացասական երևույթն է, ոչ միայն մենակ ընտրությունների, մեր ժողովրդի բարոյահոգեբանական։ Համար զարմանալի է, որ դուք այդքան քննադատում եք ընտրակաշարքը ու շարունակում եք հանրապետական կուսակցության անդամ մնալ։ Ուրեմն ընտրակաշարքը հանրապետական կուսակցությունն է, եթե վերացնողն ուրեմն հանրապետական դուք մի նույն ձեր արբանյակ կուսակցություններն էլ են դա արել, ՕԵԿ, դա կուսակցությունը չի անում, դա անում են ներքևի մարդիկ, որոնք երբեմն իրավապահներն են ձեր մարմիններն են ձեր այդ ներքևի օղակներին ձերբակալեք, պատժեք։ Ուրեմն ասեմ ձեզ, որ իրավապահներով հարցը չի լուծվում։ Բացարձակ իր հատկապես կաշառքը մեկ էլ մի հատ ուրիշ բան կա, ես միշտ ասում եմ, որ երբեք ոչ պատժյա միջոցով, ոչ մյուսով, ոչ էլ այդքան հեշտ է դա վերացնելու բաները։ Ուրեմն դրա համար ամենը քաղաքական կամք է պետք դրա համար եւ ուրեմն ճիշտ չէ, ես համաձայն չեմ ձեր հետ քաղաքական կարող եք կամքը շատ քիչ է, նույնիսկ Ստալինյան ժամանակաշրջանում էլի կաշառք ա եղել։ Ուրեմն դա այն երևույթն է, որ պիտի վերացնել դրա
Ստալինի ժամանակաշրջան լավագույն օրինակը չէր սրա համար։ Լսեցիք թվերը, որտեղ քաղաքական գործիչները ասում են, որ ընտրողների Լևոն Զուրաբյանն էլ ասել, որ 50-60%-ը պատրաստ է ընտրություն կատարել կաշառքի դիմաց, բայց սոցիոլոգները պնդում են, որ միայն 1.5%-ն է պատրաստ կաշառքով ընտրել։ Իհարկե 11.2%-ը մատնանշել են խնդիրների լուծում, որոնց լուծման դեպքում իրենք ցկվեն հաճույքով կտան, բայց մի խոսքով ոչ այսպեսին այո, մասնավորապես քարոզարշավի փուլով, բայց այնուամենայնիվ առաջարկում են չուրջացնել կտրակաշարքի թեմը, որովհետև բոլոր մասնակիցներին հաստատ հնարավոր չի կաշառել։ Ամենևին մեր ուժում, մեր այն քաղաքական ուժը ելք դաշինքը, որ ես ներկայացնում եմ, այդպես միտում չկա, սա ուրջացնելու այս խնդիրը, մենք ասում ենք, որ նաև մեզանից է շատ բան կախված, թե ինչպիսին կլինեն ընտրությունները, մենք այն թիմ ընտրությունների ժամանակ, որտեղ վերահսկել ենք ընտրությունները, ցույց ենք տվել, որ տեղերում, ընտրատեղամասերում մենք կարողանում ենք կանխել ընտրությունները եւ մենք այս 1.5 ամսվա ընթացքում փորձելու ենք մաքսիմալը անել, որպեսզի մարդկանց համոզենք եւ ցույց տանք այն մեխանիզմները, որոնց արդյունքում իրենք կարող են միանշանակ ազատ ընտրություն կատարել։ Եթե կարելի է ընդամենը 1 րոպեի ընթացքում ես այստեղ դուրս եմ գրել, թե մարդկանց ինչ կերպ են փորձում մոլորեցնել եւ ասել, թե ինչպես կարելի է վերահսկել ընտրությունները, քվեաթերթիկներ թողնելու եք քվեախցում, կիմանան ոնց է քվեարկել նույնականացման քարտով գրանցվելիս կիմանան ոնց է քվեարկել, մեկը իրանք չեն անցնելու, մատնահետքերով կպարզեն ով է քվեարկել, սրանք բաներ են, որ մարդկանց պարզապես մոլորեցնելու համար են եւ մենք այս ուղղությամբ էլ ենք աշխատել։ Վերջին հարցը այլի ձեր խմբակցության պատգամավորներից մեկը Գագիկ Մինասյանն ասում էր, որ ընտրակաշառքը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ գնալով զրոյանում է դրա ազդեցությունը, ինչու որովհետեւ մեր ընտրողը շատ լավ գիտի, որ իր քվեարկության ընթացքը անհնար է վերահսկել, ընտրական նոր համակարգը դա իսպառ բացակայում է։ Ահա ձեր ընդդիմախոսը թվարկեց միջոցներ, որով փորձում են մոլորեցնել։ Կարծում եք արդյոք, որ այս նոր միջոցները այնուամենայնիվ զորոյացնում են այս հորի երևույթի արդյունքները։ Ես երկու մասի եմ բաժանում, ընտրական տեղամաս եւ տեղամասից դուրս։ Ընտրական տեղամասում շատ չէ, ես զրոյացնել մի քիչ շատ ասված, բայց ամենայն դեպս ընտրական տեղամասում ես կարծում եմ վերահսկելի է լինելու ամեն ինչ։ Խոսքը դրսի մասին է, ընտրակաշառքի մասին է, եւ ես որպես ամփոփիչ, որ էլ չխոսեմ, ուրեմն ես ելքը այդ դաշինքով տեսնում եմ, ինչու եմ տեսնում այդ ընտրությունների բարելավման, այսպես ասած, ելքը։ Տեսնում եմ, որ հասարակությունը մարդիկ պիտի ակտիվ գնան ընտրություններին։ Այսօր եթե ինձ ասեն, ինչ կքարոզեք, ոչ թե ընտրակաշառքը վերցրու, ամեն մեկը անելու են, ինչ որ անելու է։ Ուրեմն ընտրությունների գնալ ավելի ակտիվ, մասնակցել ավելի ակտիվ եւ սատանաների ու հրեշտակների չբաժանել կուսակցություններին ու մարդկանց, հասկանում եք, ուրեմն բոլոր տեղերում էլ կան մարդիկ եւ ինչքան հնարավոր է այն սերուցքը, որ այսօր իրոք դեմ է, եթե հանրապետականից կան մարդիկ, որոնք դեմ են, չսևացնել ամբողջ հանրապետականը, ետքից կան, չսևացնել եւ այդ տեսակը մարդկային կոնսոլիդացիա, որտեղ մի դաշինքը, մի բանը երբեք չի կարող խնդիրը լուծել առանց հասարակության։ Ես մի նախադասություն ընդհանրապես ասեմ, մենք վերահսկելու ենք ընտրությունները, եթե մարդիկ ուզում են ազատ ընտրություն անեն, իրենք կարող են դա անել, չվախենալ որևէ մեկից, ով մոլորեցնում է նրանց եւ ընտրակաշառքի առաջարկում։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Երկդաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը եւ ՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Զրույցը վարեց Աննա Իսրայելյանը։